Պարոն Կարապետյան, դուք հակակոռուպցիոն դատարանում եք, եկել եք Արթուր Ավանեսյանի կանդազի գործով քրեական գործին, քիչ առաջ ես իրեն ըստ էության հարց տվեցի, ասում էի ուժեղ Հայաստանը ձեզ համար ուժեղ չի պայքարում, օրերն անցնում են, դուք կալանավայրում եք եւ ինքը գնահատական տվեց, որ ինքն է ուժեղ Հայաստանին ըստ էության այսպես աջակցում, բայց ակնհայտ է մեկ բան, որ մարդիկ կալանավորվում են ընդդիմադիրներին, բոլորին տանում են կալանքի եւ տենում են Արթուր Ավանեսյանը, որ ըստ էության պատերազմ անցած անձնավորությունը հայրենիքին մեծ առաջին է մատուցել, օրերն անցնում են ու ըստ էության որևէ իր մասով գործողություններ չեն, ինչու ուժեղ չի պայքարում ուժեղ Հայաստանը Արթուր Ավանեսյանի ազատ արձակման մասով։ Արթուր Ավանեսյանը հարյուրավոր մեր ընկերներ անցնում են կալանքների մեջով, հետապնդումների մեջով աննախադեպ ընտրախախտումների ֆոնին։ Ընտրախախտումների գործընթացը սկսվել է նրանից, որ նախ մարդկանց ճնշումների են ենթարկել, աշխատանքից հեռացրել են ընդդիմադիր հայացքներով, զինվորականներին, պետական ծառայողներին ու աննախադեպ ճնշումներ են եղել պետական ապարատում, որ մարդկանց հետ էլ մենք խոսում ենք երբևէ 21 թվականին այսպիսի բան չի եղել, այսպիսի ընտրակեղծիքներ չեն եղել։ Ոչ միայն Ավանեսյանը, մյուս բոլոր մեր ընկերները նույն վիճակում են, պայքարելու մի քանի ձևաչափ կա։ Մենք պետք է ճիշտ, երբ որ ասում ենք պայքարել, մարդիկ երկու տարբերակ են միշտ տեսնում, մեկը փողոցն է, մեկը ազգային ժողովում ինչ-որ իրավական գործընթացներն են։ Իմ կարծիքով վերջնարդյունքը լինելու է այդ երկու ուղղությունների միաձուլումը, բայց դրա համար մենք պետք է ունենանք բավականին հավասարակշիռ իրավիճակ, որ շանս տա, հավասարակշիռ իրավիճակ օրենսդիրում, որը շանս կտա երկու իրավիճակների միաձուլման արդյունքում ունենալ փոփոխություն։ Ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ։ Ո՞նց եք դա պատկերացնում։ Ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, դա դժվար է լինելու։ Հեշտ բան չկա այս պայքարի մեջ։ Մենք բոլորը սրա մեջով անցնում ենք եւ տեսնում ենք, որ հեշտ բան չկա։ Բայց այլ տարբերակ չունենք։ Վստահ ենք մեր ճիշտ լինելու մեջ մենք վստահ ենք, խորքային պատկերացնում ենք, թե ինչ պրոցեսներ են գնում, խորքային տեսնում ենք, թե ուր են տանում երկիրը։ Մենք մշտապես քարոզարշավի ընթացքում հացադրումներ էինք անում, որն է ուժեղ Հայաստանի պլան B։ Օրինակ դուք ակնհայտ ներողություն միշտ ասենք, որ մենք ունենք մենակ մի պլան։ Դա հաղթանակի պլանն է։ Չունեցաք այդ հաղթանակը։ Դուք Արթուր Հովհաննիսյանի նման, ոնց որ ինքը 44 օրյա պատերազմին է լոզունգներ որդեգրել հաղթում ենք, փաստացի բոլոր հարցումների արդյունքում մենք մի հատ տարօրինակ անոմալիա ունենք։ 100,000 ձայնի անոմալիա կա հարցումների եւ իրականության մեջ, որը մենք պետք է հասկանանք, ինչ անոմալիա։ Բոլոր հարցումներով 100,000 ձայնի տարբերությունը չկար։ Պարոն Կարապետյան, ձեր ընտրողները ձեզնից կոնկրետ քայլեր են ուզում։ Փաստացի ստացվեց։ Դուք ասում եք հաղթում ենք, բայց պարտվեցիք։ Մենք վերցնում ենք միայն, մենք ասում ենք, որ մենք վերցրել ենք գնալ միայն հաղթանակի սցենարով։ Ինչպես կնայեն մեր հայրենակիցները, եթե մտնենք մի պայքարի մեջ, որտեղ ասենք, որ չէ, պետքա տեսնենք, գնանք, դուք պատկերացնում եք, մենք փոփոխության այն մեծ ձգտումը, որ ունենք, եթե մենք կողմնորոշվեինք, գնայինք որպես ընդդիմություն։ Մեզ դուր չի գալի ընդդիմության ձևաչափը։ Մենք չենք տեսնում ընդդիմության համար այս համանդրությամբ բավական լայն գործիքակազմ։ Ընդդիմություն լինելը ուղղակի քայլ է այս մարդկանց հեռացնելու, Այսինքն վաղը հավաքում եք ընտրողներին, ասեք մանդատները վերցնում են, գնում ենք խորհրդարան։ Սա է։ Շարունակեմ։ Վաղը մենք պետք է քննարկենք երկու սցենար։ Երկու սցենարով էլ կա զարգացումներ։ Առաջին, մենք պետք է նայենք ամենա տարածված կարծիքը նաև ուժի մեջ, նաև որ մանդատը չենք վերցնում։ Եթե չենք վերցնում մանդատը, մյուս օրը ինչ ենք անում։ Եթե չենք վերցնում մանդատը, հետագայում փողոցի ակտիվացման պայմաններում մեզ պետք է 50-ից ավել ԿՊԱ-ական падգամավոր, որ կարծիք փոխի։ Դուք վստահ եք, որ դուք ունենաք 50-ը։ Հակառակն են պնդում, ասում են պարոն Կարապետյան, դուք ինչքան 50-ից ավել ԿՊԱ-ական, եթե մանդատ, եթե ընդդիմություն չի լինում ազգային ժողովում։ 50-ից ավել, 50-ից ավել։ Այն դեպքում, եթե ԿՊ-ն չի դիմում սահմանադրական դատարանով, մյուս ընդդիմադիր ուժերին անցկացնում, որի հնարավորությունը սահմանադրագետները գնահատել են բարձր։ Այսինքն, եթե մենք չենք վերցնում, այլ ուժեր չեն վերցնում, մյուս ուժերին հերթականությամբ եկող սահմանադրությամբ կարողանում են մտցնել ազգային ժողով։ Այս պարագայում կա ռիսկ, այս պարագայում մենք ունենալու ենք ավելի մեծ նոնսենս, ավելի մեծ խնդրահարույց իրավիճակ։ Բայց երկրորդ ուղղությունը վերցնելու դեպքում մենք ունենք այլ խնդիր, որ գործիքակազմը ընդդիմության լայն չի։ Ընդդիմությունը այն փոփոխությունները, որ պետք է անենք, մենք երկում փոփոխությունները, այս համադրությունը չի տալու։
Հիմա մենք ունենք ջրբաժան, առաջի անգամ ենք քաղաքական process-ների մեջ։ Քաղաքական process-ների մեջ մտել ենք հասարակական process-ների արդյունքում, որի մասին բոլորը գիտեն։ Մտել ենք այս process-ի մեջ, ամբողջ ծանրությունը տանում ենք, բայց պետք է մենք առաջի անգամ լինենք հավասարակշիռ քայլերի մեջ։ Եվ մեր լուծումը մի հատ է։ Որն է պլան B-ն։ Երկու պլան B-ն մի հատ կարող է լինել Հայաստանում փոփոխություն բերող մի հատ ծրագիր, օրենսդրի եւ փողոցի համակեցությունը։ Օրենսդրում ու փողոցում Մանդատը վերցնում եք էլ մեկ փողոց, պարոն Կարապետյան, դա հասկանանք։ Տեսեք, փողոցի եւ օրենսդրի համակեցությունը։ Այսինքն, երբ որ փողոցը պատրաստ լինի, օրենսդիրը պետք է պատրաստ լինի։ Եթե տարբերությունը 8 ձայն է, դա ուրիշ է։ Եթե տարբերությունը 50 ձայն է, դա շատ ավելի դժվար է։ Մենք անվանում ենք այս իշխանությանը, որը առաջի հայցելությունը իրենց ընտրակեղծիքների արդյունքում եկած հաջողության, ընտրակեղծիքների արդյունքում բերած հաջողությունից հետո այսպես կոչված իրենց առաջի հայցելությունը Ադրբեջանի ներկայացուցիչը եկավ Հայաստան։ Այդ մարդկանց մենք տարբերակ մենք թողում ենք մենակ Հայաստանի օրենսդիրում, թե չենք թողում, ասեմ, ոչ մեկ չի ցանկանում, որովհետև հաճելի չի այդ մարդկանց հետ, բայց այլ տարբերակ, եթե մենք վերցրել ենք այս ճանապարհը փոփոխության, վաղը մեր հայրենակիցները ժամանակ ունեն, թող գան, առաջարկեն, իրար հետ մտածենք, իրար հետ ճանապարհ գտնենք։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, եւս մեկ մտահոգիչ է, ըստ էության, որ բարձրացնում են, ասում են, ուժեղ Հայաստանում որքանով են վստահ, որ իրանք չեն ունենա Գեգամ Նազարյաններ, որտեղ ընդդիմադիրներին համատարած կալանավորում են։ Որքանով են վստահ, կալանավորում են, որովհետև չունենք։ Կալանավորում են բոլորին, որովհետև չունենք։ Իսկ որքանով են վստահ, քանի падգամավոր ԿՊ-ից դուրս եկավ։ Երկու падգամավոր իշխանություն եղած ժամանակ, ինչի արդյունքում իրենց առաջնորդի անհավասարակշիռ, անարդար Դուք ցուցակի վրա վստահ եք, որ դուք չեք ունենա Գեգամ Նազարյանին։ Մենք մեր ժողովրդի վրա ենք վստահ, մեր ցուցակում, թե այլ տեղ, մեր ժողովրդի ներկայացուցիչներ են։ Եթե աննախադեպ կալանքներ են լինում, որը երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ, падգամավորական տեխնացուների այսքան կալանք չի եղել։ Կալանավորում են, որովհետև չեն կարողանում համոզել։ Կալանավորում են, որովհետև մարդիկ գիտեն, որ ճիշտ ենք մենք, ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այո, գործիքակազմի մեջ, Մարդիկ ովքեր կալանավորել են, դեռ ցուցակում չեն, ըստ էության։ Ցուցակի մեջից կամ падգամավորի թեկնածու։ տասնյակ մարդկանց իրենք այդ ճանապարհով են տանում, իսկ դա մի բան է ուշում, որ ու ամենաշատը մեծի մասամբ մեր ուժի հետ կապված է գրեթե 95%-ը։ Ինչի համար, որտեղ մարդիկ իրենց գաղափարի համար գնում նստում են։ Այս պահի դրությամբ դա է պայքարի այն ձևը, որ մարդիկ չեն գնում իրենց հետ որևէ աշխատանքի եւ գնում նստում ենք բոլորով։ Դուք եք պատրաստ նստել, բոլորս։